Ազգային ժողովի մեծարգո նախագահ, իսրտե շնորհավորում եմ ձեզ ընտրվելու կապակցությամբ, իսկապես շատ հատկանշական է պարոն Ռուբինյան, որ դուք երկար տարիներով լինելով ակտիվ քաղաքականության մեջ ունեք այնպիսի քաղաքական հետագիծ, որ մի ամբողջ խորհրդարանական ընդդիմություն մտածել է ու այստեղից դուք Թուրքիայում թուրք տեսել եք թե չեք տեսել հարցից այն կողմ, ոչինչ չի գտել, իսկապես շնորհավորում եմ ձեզ, իսկ այն պատգամավորները, ովքեր ձեզ այդ հարցը հղել էին, իսկապես ես հարց ունեմ, կներեք շատ եք, չեմ հիշում անուններով, ինչ շատ հետաքրքիր է իսկապես, ինչպես կարելի է գնալ մի երկիր, մի պետություն ու չտեսնել այնտեղի քաղաքացիներին։ Խնդրում եմ ինձ այդ մեխանիզմը մի հատ բացատրեք, օրինակ ինչպես ես գնամ Իտալիա ու չհանդիպեմ իտալացիների, շատ հետաքրքիր է ինձ։ Եվ բացի այդ, հարգելի գործընկերներ, շուտով ձևավորվելու են բարեկամական խմբեր, միջխորհրդարանական վեհաժողովներ, այսինքն խորհրդարանական դիվանագիտությամբ մենք պետք է նաև զբաղվենք եւ տարբեր հարթակներում մենք պետք է ներկայացնենք Հայաստանի Հանրապետության շահը։ Այս պարագայում տարբեր հարթակներում տարբեր երկրի ներկայացուցիչների ենք հանդիպելու, այդ թվում նաև տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներին։ Այս պարագայում, եթե դուք լինեք օրինակ պատվիրակության կազմում, ես ուզում եմ հասկանամ ինչ պետք է անեք, պետք է աչքերդ փակեք, որ չտեսնեք տվյալ երկրի քաղաքացիներին, ինչ գործողություն պետք է անեք, խնդրում եմ իմ հարցերին պատասխանեք պատեհ պահին։ Ես գործընկերներս անդրադարձան շատ ընդդիմադիր գործիչների ելույթներին, ես կցանկանամ Տիկին Յոլյան արձագանքեմ ձեր ելույթին։ Սոցիալական նպաստների հետ կապված, ասում եք հազարավոր մարդիկ դուրս են մնում սոցիալական նպաստների համակարգից, այո, որովհետև մենք բարեփոխել ենք, որովհետև սոցիալական համակարգը նրա համար չի, որ մարդիկ ընդգրկվեն եւ տարիներով մնան սոցիալական համակարգում։ Դա նրա համար է, որ մարդիկ պետությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերի եւ օգնի, որպեսզի նաեւ աշխատանքի միջոցով հաղթահարի աղքատությունը եւ դուրս գա նպաստի համակարգից։ Եվ մենք բոլորս էլ ապրում ենք այստեղ, գիտենք, հա, ինչ է կատարվել, եղել են մարդիկ, ովքեր ընդհանրապես բնավ կարիք չեն ունեցել նպաստների, բայց ընդգրկված են եղել նպաստի համակարգերում։ Բնականաբար նրանք պետք է դուրս գան։ Եղել են մարդիկ, որոնք կարիք են ունեցել, բայց այժմ է դրա կարիքը չունեն եւ պետք է դուրս գան, ինչը բավականին տրամաբանական է։ Ես այստեղ նաև ինչի մասին եմ ուզում խոսեմ, եղել են տարիներ առաջ, եղել են դեպքեր, ես չգիտեմ դուք ինչքանով եք կապված այդ իշխանությունների հետ թե ոչ, եղել են դեպքեր, երբ նպաստառուն ուղղակի ստիպված է եղել իր տարվա մեջ 2 ամսվա նպաստը տար սոցաշխատողին, որպեսզի նրան դուրս չհանեի նպաստի համակարգից։ Կամ ունենք դեպքեր շատ, որ մարդիկ չեն գրանցվում աշխատանքի, որպեսզի մնան նպաստի համակարգում, այսինքն սևով աշխատում էին, չէին գրանցվում, որպեսզի մնան նպաստի համակարգում, բոլորս այս իրականության մեջ ենք ապրում, մարդկանց հետ ենք շփվում ու հասկանում ենք ինչա կատարվել ու ինչա կատարվում։ Եվ բայց այստեղ մի կարևոր նաև փոփոխություն կա եւ ուզում եմ նաև դուք էլ իմանաք, նաև մեր սիրելի հայրենակիցներն էլ իմանան, որ եթե մարդը գտնվում է նպաստի համակարգում, նպաստ է ստանում եւ պետության օգնությամբ կամ իր նախաձեռնությամբ գտնում է աշխատանք, սկսում է աշխատել, անմիջապես նա նպաստի համակարգից դուրս չի մնում։ Դեռևս 1 տարի շարունակում է նպաստ ստանալ, որպեսզի կայուն եկամտի աղբյուր ունենա եւ կարողանա ոտքի կանգնել։ Եվ բացի այդ մեր փոփոխություններով Տիկին Յոլյան էականորեն բարձրացել է նպաստները։ Այսինքն մեր բարեփոխումների շնորհիվ մենք այսօր ունենք ընտանիքներ, որոնք ստանում են 200,000-ից ավել նպաստ։ Եվ կարծում եմ, որ իրականում պետք է նպաստը լինի թիրախային եւ մենք քաջալերում ենք մեր կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն եւ աշխատանքի միջոցով հաղթահարեն աղքատությունը։ Եվ բացի այդ, գրանցված աշխատել լինելը հիմա բավականին գրավիչ է, քանի որ գրանցված աշխատող լինելով մեր քաղաքացիները օգտվում են նաև առողջության համընդհանուր ապահովագրությունից, օգտվում են եկամտահարկի վերադարձից, օգտվում են սոցիալական կրեդիտներից եւ այսպես շարունակ։ Դուք խոսում եք աղքատությունից, ես ուղղակի չեմ կարող չնշել, որ Հայաստանը այս պահին գրանցել է աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ։ Երբևիցե չի եղել աղքատության այսպիսի ցածր ցուցանիշ։ Բնականաբար կան խնդիրներ, բնականաբար կան աղքատներ երկրում, բայց մենք ամեն օր աշխատանք ենք տանում այդ հարցերը լուծելու համար եւ ելի եմ նշում աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելու։
Այժմ մենք քննարկում ենք ազգային ժողովի փոխնախագահի Հայկ Կոնջարյանի թեկնածության հարցը եւ պարոն Կոնջարյանի հետ կապված նույնը պետք է ասեմ, ինչ պարոն Ռուբինյանի, մեր մի ամբողջ խորհրդարանական ընդդիմություն պարոն Կոնջարյանի անձի նրա ծավալած գործունեության վերաբերյալ ոչինչ չգտավ, փոխարենը այստեղ քննարկվեց HiPost-ի 30 տարվա խնդիրները։ Ու մենք գիտենք, որ այդ 30 տարվա խնդիրները 1 օրում, 1 տարում, 2 տարում հնարավոր չի ուղղել, հնարավոր չի բերել ձեր եւ մեր ցանկացած մակարդակի, դրա համար եւս ժամանակ է պետք եւ դրա համար ուղղակի մեղադրել պարոն Կոնջարյանին տեղին չէ։ Պարոն Կոնջարյանը եղել է մեր խմբակցության ղեկավարը 5 տարի, որի անդամ եղել եմ նաեւ ես։ Նա լավագույնս կատարել է իր լիազորությունները եւ պարոն Կոնջարյան, ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած ահռելի աշխատանքի համար եւ ձեզ հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ ազգային ժողովի փոխնախագահի պարտականությունները եւս կկարողանաք լավագույնս իրականացնել եւ ձեր գիտելիքները ծառայեցնել իշահ մեր պետության եւ ժողովրդի։ Շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում ձեզ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։